վարձու աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մոտավորապես 800,000-ի շրջանակներում, բիզնեսմեններ եւ գործազուրկներ։ Սկսենք երևի գործազուրկներից, ամենախոցելի խմբից, որովհետեւ աղքատությունը հենց նաեւ այստեղից է ծնվում, ինչ են ցանկանում այս մարդիկ։ Եկեք դրանց դիտարկենք Մասլոուի բուրգի պրիզմայով։ Այսինքն մինչև մարդը կուշտ չլինի, մինչև մարդու զավակը կուշտ չլինի, որևէ այլ բանի մասին երբևէ չի մտածելու։ Չէ՞ որ Մասլոուի բուրգում էլ առաջնային աստիճանում սննդային ապահովությունը սա բնական մարդկային պահանջ է։ Այնուհետև կգա անվտանգություն, առողջապահություն, կրթվել, ինքնայրացում եւ այլն, շատ չխորանանք դրա մեջ։ Այսինքն նվազագույն բնական ցանկությունը մարդու Հայաստանի Հանրապետությունում կարգավորված չէ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը ըստ աղքատության վերին գծի 42%-ից բարձր է։ Աղքատության վերին գիծը 63,000 դրամ է։ Նվազագույն սպառողական զամբյուղ 80,000 դրամի շրջանակներում է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական հաշվառող մարմինը վիճակագրական ծառայությունը աղքատ է համարում մի մարդու, որին աղքատության հասնելու համար դեռևս անհրաժեշտ է 17,000 դրամ գումար։ Սա նորմալություն է ուղղակի։ Այսինքն եթե մենք աղքատության իրական ցուցանիշները հաշվառենք, որի ռեսուրսը եթե դու պետական մարմին չես, եթե օժտված չես վարչական որոշակի լիազորություններով, տեղեկատվության ստանալու թեկուզ որոշակի լիազորություններ չունես, ամենանվազագույն հաշվարկներով Հայաստանի 60%-ից ավելին աղքատ է։ Այս խավը բնականաբար ունենալու է հիասթափություն, ունենալու է այսպես սնունդ հայթայթելու կամ նվազագույնը վաղը սոված չլինելու այսպես կայունություն ունենալու ձգտում, մշտական ձգտում։ Այստեղից բնականաբար առաջանալու են արտագաղթի տեմպեր, այստեղից շատ այլ բացասական ու վնասակար երևույթներ են ծնվել ու առաջանալու։ Չգիտեմ, նման պարագայում իհարկե այլ կրիտերիաներ հաշվի առնելով 25,000 դրամ սոցիալական նպաստով փոխհատուցում են տրամադրում։ Ինչի մասին է խոսքը։ 42,000 դրամ կենսաթոշակ են տրամադրում։ Այսինքն սա մեր ամենասոցիալապես խոցելի խավն է, որի տրամադրվածությունը ու տրամադրությունը մենք չենք կարող դրական համարել։ Այնուհետև գալիս եմ ավելի բարձր խավին, բիզնես խավը։ Ինչ է ցանկանում բիզնես խավը։ Նա ապահովված է եւ սննդով, եւ նույնիսկ իր զավակների կյանքի մեկնարկային պայմաններն է բարելավել, այսինքն ապագան է փորձել կառուցել իր հոգու հանգստության համար, սա էլ բնական մարդկային այսպես ցանկություն է, նամանավանդ հայերի մոտ շատ ավելի վառար դահայտված։ Բա երկու տղա ունեմ, երկու տուն հետ չգցեմ, բա մի հատ էլ ամեն դեպքում վարձով տալու համար հետ չգցեմ, մենք ունենք այսպիսի խնդիր, այսինքն շատ դեպքերում խնդիրները նաև պետք է հոգեբանական, ինքնության, գենետիկ առումով մենք դիտարկենք։ Ինչ են արել այս մարդիկ։ Եվ աշխատանքային բերումով դա կլինի արդեն գործարարության տեսանկյունից հասարակական, քաղաքական, Հայաստանի միջին եւ խոշոր գործարարների կեսից ավելի հետ շփվել են շտապես։ Այս մարդիկ առաջնային բանը, որ կատարել են 2020 թվականի պատերազմից հետո, բնական են ձեռք բերել արտասահմանում։ Առաջնային գործողությունը, երկրորդական սկսել են բիզնեսի տեղափոխման կայուն հիմքեր ստեղծել։ Միջինից թեթև բարձրի մասին է խոսքը դեռևս։ Այսինքն դուք պատկերացրեք խոշորների ուր են հասել։ Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ բարիք ստեղծողը, տեսեք, գործարարը առանցքն է, որի շուրջ պետությունը կառուցվում է։ Գործարարը գլխավոր բարիք ստեղծողն է, հիմնական աշխատատեղեր ստեղծողն է, հիմնական հարկատունը։ Այսինքն այն օղակն է, որից բոլորը սնվում ենք։ Աշխատավարձ ենք ստանում, պետությունը հարկ է ստանում, որպեսզի կարողանա պետական ծառայությունները ապահովի, ու այս մարդը այլևս ապագան չի կապում Հայաստանի Հանրապետության հետ։ Ես իշխանություններին առիթ օգտագործելով կոչ եմ անում, բացի բոլորից հայտնի մի քանի իշխանական այսպես բիզնեսմենները, թող ինձ 5 բիզնեսմենի անուն տան, որոնք որ ապագայի կանխատեսելիություն ու կայունություն են Հայաստանի Հանրապետությունում, կանխատեսում եւ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են ներդրումները, ես ներողություն խնդրեմ հանրային գործունեությամբ ընդհանրապես չզբաղվեմ։ Ամփոփելով, բարիք ստեղծող բիզնես հատվածը, այսինքն բիզնեսմենները
Հայաստանի Հանրապետությունում ապագան չեն կառուցում եւ դրսում են կառուցում, այսինքն կապիտալի փախուստ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունից։ Վարձու աշխատակազմի վերաբերյալ, որտեղ ըստ էության պետք է ձևավորվել միջին խավը, բայց այդպես էլ չի ձևավորվում միջին խավ։ Եկեք վարձու աշխատողներին եւ միջին խավը մի քիչ համադրեմ, փորձեմ փոքր եւ միջին ձեռնարկատերերին էլ, իրանց հետ միացնենք։ Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, որ դու պետք է կամ որևէ տեղի վարձու աշխատող համարվես կամ ինքնուրույն տնտեսական գործունեությամբ չզբաղվես, որպեսզի դու լինես կառավարելի։ Դրա համար բարձրացնում են փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկերը, խստացնում են վարչարությունը, աննորմալ ձևի են խստացնում ուղղակի։ Եվ բերում հասցնում են այնպիսի իրավիճակի, որ Հայաստանում այլևս անհատ որևէ օբյեկտ չի կարողանում աշխատել կամ դեռևս աշխատում է աշխատող օբյեկտը ապագա մի քանի ամսում այլևս չի կարողանալու աշխատել։ Անցնում ենք ամբողջությամբ ցանցային կառավարման։ Օրինակ, որևէ տարածաշրջանում առանձին խանութը չի կարող աշխատել։